Արմ ռադիոյի լրատվականը սկսում է աշխատանքը, ձեզ հետ է Ժիրայր Ոսկանյանը։ Այսօր եթերում հայ փաստաբանն ընդդեմ Ադրբեջանի, Սողանքի գոտին դեռ վտանգավոր է։ Խմբագիրները կդիմեն սահմանադրական դատարան։ Այժմ այս մասին առավել մանրամասն։ Փաստաբան Արա Ղազարյանը նախորդ տարի Բաքվում սպանված հայ գերի Մանվել Սարիբեկյանի գործով ընդդեմ Ադրբեջանի գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Մանվել Սարիբեկյանը Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ էր։ Գյուղի անմիջական հարևանությամբ անցնում է հայ-ադրբեջանական սահմանը։ Մոտակա անտառից փայտ հավաքելու եւ իր եւ գյուղի մյուս բնակիչների անասուններին փնտրելու նպատակով Մանվելը շարժվել էր ֆերմայից քիչ հեռու գտնվող Անտառապատ զորակի ուղղությամբ, որտեղից այլևս չի վերադարձել։ Իսկ 2010 թվականի սեպտեմբերի 18-ին Ադրբեջանի ԶԼՄ-ները տեղեկություն են տարածել, թե իբր Ադրբեջանի զինված ուժերի կողմից ձերբակալվել է հայ հետախույզ։ Միջազգային Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Երևանյան գրասենյակը փորձել է Ադրբեջանի իր գործընկերներից թույլտվություն ստանալ Մանվել Սարիբեկյանի հետ հանդիպելու համար, սակայն ադրբեջանական կողմը մերժել է։ 2010 թվականի հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը եւ զինվորական դատախազությունը համատեղ հայտարարություն են տարածել այն մասին, որ Մանվել Սարիբեկյանն ինքնասպան է եղել կալանքի տակ գտնվելիս։ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի մոտ այսօր տեղի ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հոկտեմբերի 2-ին Վանաձոր Ալավերդի Վրաստանի ճանապարհին տեղի ունեցած փլուզման պատճառները, երևույթները եւ ճանապարհի վերականգնման տարբերակները։ Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Պետրոս Դեմիրճյանը Արմ ռադիոյին տված հարցազրույցում նշել է, որ Սողանքի գոտին դեռ վտանգավոր է։ Սողանքի ակտիվացման եւ փլուզման պատճառ են հանդիսացել երկրաբանական գործընթացները, ջուրը, որի երկարատև եւ անկառավարելի թափանցումը բազալտներում բազմաթիվ ուղղահայաց ճեղքերով գերխոնավացրել է կավային ապարների շերտը եւ բերել է նրանց ֆիզիկական պայմանների վատթարացմանը։ Խորհրդակցության վերջում մասնակիցները եկել են այն եզրակացության, որ փլված տարածքը պետք է անհապաղ մաքրվի, որը վտանգ է ներկայացնում երկաթգծին եւ դեպետ գետին։ Մաքրման աշխատանքներին զուգահեռ պետք է իրականացվեն երկրաբանական հետազոտություններ եւ վերջնական գնահատական տրվի ճանապարհի տվյալ հատվածին։ Չնայած աշխարհում մոլեգնող տնտեսական անցյալ ու գալիք ճգնաժամերին, օտարերկրյա ներդրողների համար կարծես թե Հայաստանը բարենպաստ շուկա է դառնում։ Օտարերկրյա գործարարներն ընդլայնում են բիզնեսը մեր պետությունում։ Սրա վկայություններից մեկն է նաև Վազգեն Սարգսյան 10 հասցեում Ագբա Կրեդիտ Ագրիկոլ բանկի նորաբաց Արմենիա մասնաճյուղը։ Բացման հանդիսավոր արարողությանը բարձրաստիճան հյուրերի թվում էին նաև Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։ Նորաբաց Արմենիա մասնաճյուղը նախատեսված է սպասարկել դրամական մեծ հոսքեր ապահովող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց։ Նորաբաց Արմենիա մասնաճյուղը նախատեսված է սպասարկել դրամական մեծ հոսքեր ապահովող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, պատմում է Սոնա Կարապետյանը։ Ագբա Կրեդիտ Ագրիկոլ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը փաստում է, որ Արմենիա մասնաճյուղը կառուցվել է եվրոպական լավագույն չափանիշներին համապատասխան։ Հաճախորդն այստեղ կարող է նույն որակի սպասարկում ստանալ, ինչն օրինակ Փարիզում, Նյու Յորքում կամ Ցյուրիխում։ Մեր մյուս մասնաճյուղերում մենք մշտական հաճախորդների հերթեր ենք ունենում։ Մասնաճյուղերի ցանցը ավելացնելով պետք է փորձենք ավելի լավ սպասարկենք եւ որպեսզի կուտակումներ չառաջանան։ Թերևս կուտակող հերթերը նաեւ այն փաստի վկայությունն է, որ մեր երկրում ֆինանսական գործառույթներն առավել մեծ տարածում են գտել հասարակության մեջ եւ ավելի հաստատուն դարձել։ Իսկ օտարերկրյա գործարարներին գրավելու լավագույն միջոցներից մեկը դա է։ Սրա մասին է խոսել նաեւ Արմ ռադիոյին տված հարցազրույցի ժամանակ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը եւ դրական գնահատել Հայաստանում ներդրումային շուկան ու հավաստիացրել, որ ներդրումներին քաջալերելու մեծ հնարավորություն կա։ Հատկապես կարևոր է, որ դրա համար բարենպաստ օրենսդրական դաշտ է ստեղծվել։ Խոսքը մասնավորապես վերաբերում է նաև բանկային համակարգին։ Այն չբաշխված շահույթը, որ կուտակվում է այս ընկերությունների մոտ, նրանք նորից ներդնում են ընկերությունների կապիտալի մեջ։ Դա նշանակում է, որ կա մեծ վստահություն դեպի Հայաստանի Հանրապետության հենց ներդրումային դաշտը։ Ընդհանուր առմամբ Ագբա Կրեդիտ Ագրիկոլ բանկը Հայաստանում ունի 47 մասնաճյուղ, որից 7-ը Երևանում։ Նորաբաց մասնաճյուղը գործելու է Վազգեն Սարգսյան 10 հասցեով Պիացա Գրանդե բիզնես կենտրոնի առաջին հարկում։ Սոնա Կարապետյան, Արմ ռադիո։ Մոսկվա-Թեհրան օդանավը վայրեջք է կատարել առանց դիմացի շասսիի։
Iran Air ավիաընկերության մարդատար օդանավն Իրանի մայրաքաղաքի Մեհրաբադ օդանավակայանում արտակարգ վայրէջք է կատարել առանց դիմացի շասին իջեցնելու։ ՌԻԱ Նովոստին տեղեկացնում է, որ ուղևորները եւ անձնակազմի անդամները չեն տուժել։ Ինքնաթիռում եղել է 94 ուղևոր եւ անձնակազմի 19 անդամ։ Վայրէջքի նախապատրաստական փուլում օդանավի կապիտանը հայտնաբերել է, որ դիմացի շասին տեխնիկական անսարքություն ունի։ Անիվներն անհնար է գործարկել։ Նման իրավիճակում անձնակազմին հաջողվել է բարեհաջող վայրէջք կատարել։ Ինքնաթիռի անսարքության պատճառները պարզվում են։ Հիշեցնենք, որ սույն թվականի հունվարին Iran Air ավիաընկերության մեկ այլ Boeing 727-ը Իրանի Ուրմիա քաղաքից 15 կիլոմետր հեռավորության վրա վթարի էր ենթարկվել, զոհվել էր 78 մարդ։ Թողարկման այս հատվածում մամուլի համառոտ տեսություն։ Առավոտ կոալիցիայում ապահարզան կլինի։ Թերթի հավաստի աղբյուրների մատուցմամբ այս շաբաթվա վերջին կամ հաջորդ շաբաթ իշխանական կոալիցիայի նիստ է տեղի ունենալու, որտեղ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հայտարարելու է կոալիցիան լքելու իր որոշման մասին։ Այդ քայլի համար պատճառ է դարձել Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի իր եւ Ռոբերտ Քոչարյանի միջև վերջնականապես կողմնորոշվելու հարցում ԲՀԿ-ին ներկայացրած վերջնագիրը։ Հիշեցնենք, որ ՀՀԿ-ում առանձնապես մեծ ջանքեր չեն գործադրում հերքելու համար ՀՀԿ-ԲՀԿ հնարավոր ապահարզանի մասին տեղեկությունները։ Հիշեցնենք, որ 5-շաբթի օրը տեղի է ունենալու ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում ըստ ամենայնի քննարկվելու է հենց իշխող կոալիցիայի ճակատագիրը, գրում է Առավոտը։ Չորրորդ ինքնիշխանությունը գրում է, որ այսօր մի շարք լրատվամիջոցների եւ հեռուստաընկերությունների ղեկավարներ հանդես են գալու հայտարարությամբ կապված Հայաստանի Հանրապետության օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի սահմանադրական դատարան դիմելու եւ զրպարտության ու վիրավորանքի հոդվածների ապաքրեականացումը հակասահմանադրական ճանաչելու գործընթացի հետ։ Խմբագիրների կոչն ավելի շուտ ուղղված է լինելու սահմանադրական դատարանին, այն է, մինչեւ նրա կողմից վերջնական որոշման կայացումը միջոցներ գործադրել քաղաքացիական օրենսգրքի վիճարկվող հոդվածի գործնական կիրառումը կասեցնելու նպատակով, գրում է թերթը։ Հայկական ժամանակ Մարգար Օհանյանի կալանքը երկարացվեց եւս 2 ամսով։ Թերթը գրում է, որ հատուկ քննչական ծառայությունը դիմել է Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի խափանման միջոց կալանքը եւս 2 ամսով երկարաձգելու միջնորդությամբ։ Այդ մասին թերթի թղթակցին պաշտոնապես հայտնել են Հայաստանի քաղաքացիական ծառայությունից։ Մարգար Օհանյանը մեղադրվում է ծառայողական դիրքի չարաշահման եւ գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեջ եւ անազատության մեջ է գտնվում օգոստոսի 30-ից, գրում է Հայկական ժամանակը։ Հրապարակ Տիգրան Սարգսյանն անհարմար դրության մեջ է հայտնվել։ Թերթը գրում է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը շաբաթ օրը Տավուշ կատարած այցի ժամանակ բավական անհարմար վիճակում է հայտնվել։ Նա վերջին շրջանում մարզեր կատարած այցելությունները ծառայեցնում է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը PR իրականացնելուն։ Հատուկ արարողակարգով բաժանում է նոր անդամագրվածների կուստոմսերը։ Սակայն երբ Տավուշի մարզում նախատեսված ժամին պետք է մեկնարկեր այդ արարողությունը, պարզվել է, որ տոմսերը տեղում չեն, ինչից տհաճ իրավիճակ է ստեղծվել։ Մեր տեղեկություններով սա կազմակերպվել է Երևանից, ոմանք ամեն գնով խոչընդոտել են անդամատոմսերը տեղ հասցնելու գործը, որ Տիգրան Սարգսյանն անհարմար դրության մեջ հայտնվի, գրում է թերթը։ Երկիր Քաղաքապետարանի հետ պետքն էլ չէ։ Թերթը գրում է, որ բազմիցս անդրադարձել է Խանջյան-Վարդանանց փողոցների խաչմերուկում գտնվող գետնանցումներին։ Երկու գետնանցումում էլ պարբերաբար լույս չի լինում։ Անցորդները ստիպված են լինում պատերից բռնած անցնել։ Յուրաքանչյուր հրապարակումից հետո հանկարծ 100 վատանոց մի լամպ է հայտնվում, 2 օր լույս տալիս ու նորից մարում, դարձյալ խիստ վտանգավոր լինելով անցորդների համար։ Ոչ միայն հնարավոր չէ անցնել, նաև հաճախ երեկոյան ժամերին թալանում են մարդկանց։ Ներկայումս երկու գետնանցումից մեկում մի փոքրիկ լամպ է վառվում, իսկ մյուսը ոչ միայն զրկված է լուսավորությունից, այլև անբարեխիղճ կամ կատաղած անցորդները ճյուղ-ճյուղ պոկել են կախովի առաստաղը, մի մասը թափել գետնին, մյուս մասը մնում է կախված եւ փակել է անցորդների ճանապարհը, պատճառ դառնալով, որ յուրաքանչյուր երկրորդ քաղաքացին վայր ընկնի։ Հսկայական խաչմերուկի անցումով անցնելը պարզապես վտանգավոր է, մեքենաների արանքը ճեղքելով փողոցը հատելը նույնպես։ Քաղաքապետարանի հետ պետքն էլ չէ։ Գուցե խնդրենք քաղաքապետին տրանսպորտի մոնիտորինգից հետո անցնել գետնանցումների մոնիտորինգին, որոնց պատերին ի դեպ հետաքրքիր գրառումներ կան նաև պետական մարմինների հասցեին, գրում է Երկիրը։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը։ Թողարկման վերջում հավելեմ, որ այսօր ԱՄՆ դոլարը գնվում է 376-ով, եվրոն 514-ով, օդի ջերմաստիճանն այժմ +14 է։